վերադառնան համայնքական ճակատը անընդհատ պայքարում է եւ ինչ եք մտածում, արդյոք մենք ինչ որ արդյունքի կհասնենք եւ արդյոք մեր տղաները կհասնեն իրենց հայրենի։ Դե նորություն չի, որ այս իշխանությունը ոչինչ չի անում, ավելին այս իշխանության ձեռամբ են այդ տղաները հայտնվել այնտեղ։ Արդյունքի կհասնենք, եթե համահայկական ալիք լինի։ Իհարկե արդյունքի կհասնենք։ Ես դրա համար քիչ առաջ իմ խոսքում դիմեցի Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ կնոջ, հայ մոր, յուրաքանչյուր արժանապատիվ հայի։ Մենք ամենատարբեր հարցերում կարողացել ենք համախմբվել, կարողացել ենք այդ հարցի շուրջ նույնիսկ Սփյուռքում կոնկրետ գործողություններ իրականացնել։ Հիմա օրհասական պահ է, թե մեր երկրի լինել չլինելու առումով, թե մեր տղաների Բաքվում ցմահ լինելու առումով։ Դրա համար ես նորից ու նորից ուզում եմ հորդորով, խնդրանքով, կոչով դիմել Սփյուռքին։ Թեպետ այս կառույցը այնպես արեց, որ Սփյուռքին էլ մեզանից կտրեց, այն ինչ չհաջողվեց Թուրքիային տարիներ շարունակ մեզ խզել մեր կապը Սփյուռքի հետ, այստեղ նստածները կարողացան շատ արագ իրականացնել, բայց այնուամենայնիվ ուզում եմ նաև դիմել Սփյուռքին, ասելով, որ իրենք հավերժ չեն, բայց մեր արժանապատվությունը, մեր այստեղ ապրելու կամքը պետք է հավերժ լինի եւ մենք պետք է ոչ միայն տեսնենք Հայաստանում այսօր ինչ արեցին, վաղը ինչ են անելու, ոչ, մենք պետք է համահայկական ալիք բարձրացնենք։ Միայն ճնշման արդյունքում կարող ենք մենք դրական որևէ նիշ արձանագրել։ Տեսեք, վերջին մեկ ամսվա այստեղ իրականացված գերիների անհետ կորածների պահանջով ակցիաները տվեց իր պտուղները, նախ ՄԱԿ-ի մարդու իրավունքի հանձնակատարը խոսեց միջազգային, ապա Եվրամիության պատգամավորների ճնշող մեծամասնությունը բանաձև ընդունեց Բաքվի նկատմամբ ճնշում գործադրելու, բայց միայն այդ կարճ ճնշումը, եթե բերեց այդ արդյունքի, մենք չպետք է հիմա նստենք սպասենք, թե լավ բանաձև է ընդունել են։ Այդպիսի բանաձևեր ցավոք այս 5 տարիների ընթացքում շատ են եղել։ Այ հիմա դիմում է խորհրդարանական ընդդիմությանը, գործողումների եք գնում եք, նստում եք այդ դահլիճներում, խոսում եք, բանաձև են ընդունել։ Այս անգամ կամ երբ առաջիկայում այդ շանսը ունեք, հնարավորությունը ունեք, թողնել ունեք, գնացեք, նստեք այդ կառույցի շենքի առաջ ու ասեք բանաձև եք ընդունել, երբ եք կիրառելու այդ բանաձևը։ Ես հիմա պահանջում եմ գնալ այնտեղ, ես դրա իրավական հնարավորությունը չունեմ, բայց մեր խորհրդարանական ընդդիմությունը ունի, եւ եթե այս հարցն էլ մտածում են պիտի գնան նստեն դահլիճում ասեն, պարոն Փաշինյան, ինչ կլինի մեր գերիների հարցը, ավելի լավ է այդպես ոչ բարձրաձայն է, ոչ ասում եմ գնացեք, նստեք այդ կառույցի առաջ, պաստառներով, քանի հոգի ունենք խորհրդարանական դիմություն, բոլորը տոմսերն առեք, գնացեք ու ասեք, բանաձև եք ընդունել, ինչ է լինելու այդ բանաձևի հետևանքը։ Միայն համահայկական ճնշման ներքո, այո, առավել քան վստահ եմ, որ կկարողանանք թե գերիների, թե անհետ կորածների հարցը մենք հնարավորինս շուտ լուծել։ Ոչ թե սուտ խոստումներ տալ, այլ կոնկրետ լուծել, չէ՞ որ մենք ունենք 80 անհետ կորածի հայց միջազգային դատարանում։ Չնայած որ այս շենքում նստածը ասում է, որ այդ հայցերը հետ է բերելու, բայց ծոծրակները կտեսնեն, այդ հայցերի հետ բերելը չեն տեսնի։ Ով են իրենք, որ թույլ տան որևէ ընտանիքի խնդիր գնան միջազգային եւ այն էլ հումանիտար, մարդկային, իր երեխայի, զավակի, ամուսնու հոր հետ կապված խնդիր գնան միջազգային դատարաններից հետ բերեն։